Մեծ ուրախությամբ եւ արդեն կարոտած նորից ձեզ ասում եմ բարև։ Համի ուժի թևով իմ ճամփորդությունը շարունակվում է։ Խոհարարական քարտեզը բազմաշերտ է, գունավոր է եւ ծավալուն։ Ուստի ուշադրությամբ ու մանրակրկիտ աշխատանքով փորձում ենք հասկանալ աշխարհի խոհանոցի համի ուժի գաղտնիքներն ու իհարկե բացահայտել հայկական խոհանոցի թաքնված համերը։ Ես շատ երջանիկ եմ, որ մեր նկարահանող մեծ խմբի հետ միասին ունենք հնարավորություն հավաքելու, խնամքով արձանագրելու եւ ձեզ հաղորդելու դարերի խորքից մեզ հասած բազմաթիվ եւ բազմապիսի կերակրատեսակների պատրաստման գաղտնիքները։ Հին, ժամանակի փորձությունն անցած կերակուրներ, պատրաստման եւ մատուցման նոր, ժամանակակից տարբերակներ։ Կարելի է այսպես բանաձևել։ Համերի աշխարհով անցնելիս ամեն մի քայլ մի նոր բաղադրատոմսի բացահայտում է, նոր գիտելիք։ Համի ուժը վերածվում է ակցիայի, մի մեծ շարժման, երբ ստանում ենք բազմաթիվ նամակներ տարբեր հետաքրքիր պատմություններով եւ հրավերներով այս կամ այն գյուղ կամ երկիր։ Մեր խոհարարական ճամփորդությունը պարգևում է ոչ միայն նոր գիտելիքներ կամ դեռևս չբացահայտված կերակրատեսակների գաղտնիքներ, այլև շնորհում է նոր բարեկամներ Հայաստանի տարբեր գյուղերում, տարբեր երկրներում, Բեյրութից մինչև Կոստանդնուպոլիս։ Մենք դեռևս շատ դռներ ունենք բացելու համի ուժով։ Մեր նախորդ հաղորդման ժամանակ ուղևորվել էինք Կոստանդնուպոլիս, Բույուկադա կղզի։ Հենց այդ կղզում էր, որ մեր լավ բարեկամ Հերման Սերվանցյանի հետ պատրաստեցինք Մարմարա ծովի բարիքներով շատ համեղ կերակրատեսակներ, որոնք պարզապես հալվում էին բերանում։ Շարունակելով ձկնային թեման, առանց երկար բարակ մտածելու իջնենք ձոր։ Ձկան ձոր։ Հայոց աշխարհի հայրաքաղաք Գյումրվա հայտնի Ձկան ձորը։ Գյումրվա համն ու հոտն ամբողջանում է, երբ համտեսում ես տեղի ձկնային աշխարհի բարիքները։ Ճիշտ է, Գյումրիում էլ ծով չկա, ցավոք ինչպես որ չկա ամբողջ Հայաստան աշխարհում, բայց փոխարենը կան մաքուր քաղցրահամ հոսող ջրերը, որոնցում միշտ կարելի է գտնել մեր երկրին բնորոշ համեղ տարբեր ձկնատեսակներ։ Մասնավորապես այստեղ բազմանում է ձկների արքան, իշխանը։ Դե ինչ, այսօրվա մեր ձկնային ճանապարհորդությունը կմեկնարկենք հենց այս ձորից, որտեղ գյումրեցի տիկնանց հետ պատրաստելու ենք ձկան քյաբաբ, ձկան պելմենին, որը պարզվեց ռուս տուրիստների սեղանի սիրելին է, եւ ձկան կարկանդակ։ Ձկան մասին կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Այնպես որ այս ամբողջ ձկնային շքերթից եւ այլ համեղ ուտեստներից հետո արդեն լավ կարոտած, կրկին կվերադառնանք հայրենիք։ Մի քանի գաղտնիք էլ խոստանում եմ բացահայտել իմ պատրաստած ձկնային ուտեստից։ Եթե իհարկե հետաքրքրեց, ուրեմն գնացինք։ Ձկանձորը հայտնի է բոլորիս եւ չկա մեկը ով գա Գյումրի եւ իհարկե չգա Ձկանձոր համտեսելու իսկական ձուկ։ Մենք ունենք այստեղ թառապ, կարմրախայտ, իշխան, Ցողիկ Սիմոնյան, քաղաք Գյումրի, արմատներով գյումրեցի, մեր շեֆ խոհարարներից մեկն է եւ մենք այսօր պատրաստելու ենք ինչ։ Քյաբաբ։ Մեր ձկան քյաբաբն ենք պատրաստելու։ Ձկան, այո, ինչ եք ուզում պատրաստենք։ Միայն համի ուժը կարող էր մեզ բերել այստեղ, որպեսզի մենք հիմա Ցողիկի հետ միասին հասկանանք ինչպես է պետք պատրաստել ձկան գժական քյաբաբ։ Մենք կաշին չենք հանի, էլի։ Կաշին մեկը աղալու ենք, չէ՞։ Մեզ չի խանգարում։ Սխտոր։ Այո։ Գնաց սխտորը, մի քիչ սխտոր, մեկ քիչ սխտոր։ Աննշան։ Վերջ։ Այս բոլորը աղում ենք երկրորդ անգամ։ Այ տեսեք գաղտնիքն ինչ է։ Որ մի տեսակ քյուրթայի մսի նման դառնա, ծեծածի նման։ Խառնշտորեն։ Տվեք ես լցնեմ, դուք խառնեք։ Հա, որ հանկարծ շատ չանենք։ Ձերքով հունցենք, ընտիր։ Վախ, զգում եմ, գիտեք, արդեն հոտը շատ լավն է։ Այս բոլորը պատրաստելուց հետո մենք տանում ենք ներքև թոնրատունը եւ այնտեղ տղաները արդեն պատրաստում են իրանք քյաբաբներ։ Ընտիր։
Ձկան քաբաբ, 1 հատ իշխան, 200 գրամ խեցգետնի պոչ, 1 գլուխ սոխ, կես բջեղ սխտոր, սև պղպեղ, աղ, կտրատել ձուկը, ձկան կտորները, խեցգետնի պոչը, կես բջեղ սխտորը 2 անգամ անցկացնել մսաղացով, խճողակը խառնել, որպեսզի այն լավ կպչի իրար, ավելացնել մի պտխունց աղ և համեմել սև պղպեղով։ Ստացված խճողակը անհրաժեշտ է ձեռքերով շամփուրի վրա հարմարեցնել։ Քաբաբի եզրերը ձեռքով սեղմում ենք, որպեսզի այն կպչի շամփուրին։ Ընդամենը մի քանի րոպեից ձկան քաբաբը թոնրից կարելի է հանել։ Ձկանձորում ես գտել եմ դրախտային մի վայր, որովհետև այստեղ մենք պատրաստելու ենք այս պահի դրությամբ ձկան պիլմենի։ Հասմիկ Բադալյանն է մեր գեղեցկուհին, դեռևս շեֆ խոհարար չի, բայց ես ձեզ հավատացնում եմ, իր 18 տարեկանում, եթե նա այսպիսի բաներ է պատրաստում, ապա 22-ում սպասեք շեդևրներ։ Հասմիկ ջան, ինչպես ենք պատրաստում պիլմենին եւ ինչ է մեզ դրա համար պետք։ Մեզ պետք է ալյուր, 1 ձու, 1 ձու, 1 ձու, ալյուր, աղ ու սև բիբար, 1 քիչ։ ու մի քիչ ջուր։ Մի քիչ ջուր։ Մի քիչ ջուր, սկսեցիք։ Հիմա պիլմենի ռուսական է, թե հայկական գյումրիական։ Եթե մենք ենք պատրաստում, ուրեմն գյումրվա է։ Եթե ռուսներն են պատրաստում, ուրեմն ռուսականը։ Պարզ պատասխան։ Բանաձևը մեկն է։ Էական չի, թե այդ ուտեստը որտեղից է սկսվել եւ ուր է գնում։ Էական է, թե ինչպես է տրվում եւ ինչպեսի զարգացում է ապրում եւ ում ձեռքերում է այն հայտնվում։ Աղ ավելացնենք։ Շատ չանենք, չէ։ Արդեն վերջից դնում ենք հանգստանալու։ Այո։ Մեր խմորը միշտ պետք է հանգստանա։ Կանաչիները։ Կտրատում ենք, թե աղում ենք։ Կտրատում ենք։ Ընտիր, այդ նրբությունը, որը պետք է հստակ իմանալ։ Գիտեք, անվտանգ մասնագիտություն ուղղակի չկա աշխարհում, բայց ամենից վտանգավորը ուժն է, համի ուժը, որը կարող է ձեզ գերել առհավետ։ Ձիսը։ Մենք հիմա արդեն հանած ֆիլեն ունենք եւ կտրատում ենք։ Մանր, որ աղալը ցեշտ լինի։ Այո, հասկացա։ Էլի պետք է աղա։ Աղում ենք ձուկը։ Գնացինք։ Կրկին դնում ենք շատ փոքր սխտոր, անպայման սոխ, գոնե կես գլուխ, մի մոտ 1 կիլոգրամի չափ ֆիլե, ճիշտ է, և կանաչի կտրտած։ Իսկ ձկան պելմենին ինչով են ուտում, թթվասերով, թե հենց այնպես։ Թթվասերով, որը նույնպես մեր մոտ պատրաստում ենք։ Վերջացրեցինք, մեր խմորը արդեն հանգստացել է։ Աշխարհը հասել է արագության գագաթնակետին, ինչու, որովհետև մենք պիլմենի սարքում ենք արդեն ձևով, ֆորմայով հատուկ, որի վրա փռում ենք շերտը խմորի, դնում ենք մեր ֆարշը, դուք օրինակը ցույց տվեք, ես սիրով կհետևեմ ձեր օրինակին, հետո բացում ենք երկրորդ խմորը և դնում ենք, հետո փակում ենք կտրելով, այսինքն 10 րոպեում կարող ենք պատրաստել, չէ Հասմիկ։
Այսպես դնում ենք սառցարանի մեջ, լավ սառչելուց հետո մեր մեղվա փեթակը կոտրտում ենք եւ ստացվում է ձկան համով ֆիլմեն։ Հասմիկ, դուք դեմք եք։ Շնորհակալություն։ Ձկան մսով պելմենի խմորի համար անհրաժեշտ է 500 գրամ ալյուր, 1 հավկիթ։ Խճողակի համար պետք է ունենալ 1 կիլոգրամ քաշով սպիտակ ձկան մաքրամիս, 1 գլուխ սոխ, 100 գրամ խառը կանաչի, կես բջեղ սխտոր։ Ալյուրը լցնել հարմար ամանի մեջ, հավկիթը ջարդել ալյուրի վրա եւ խառնել, ստացված խմորը թողնել մի փոքր հանգստանա։ Մանր կտրատել կանաչին եւ սոխը։ Այս ամենը եւ 1 կիլոգրամի չափով ձկան ֆիլեն աղալ մսաղացով շաղախել։ Խմորը մի փոքր սառելուց հետո անհրաժեշտ է գրտնակի օգնությամբ բացել։ Ստացված խմորը փռել հատուկ պելմենի համար նախատեսված հարմարանքի վրա։ Եթե չունեք նման հարմարանք, կարող եք օրինակ սուրճի բաժակի օգնությամբ կլորակներով կտրատել խմորը։ Փոքր չափաբաժնով խմորի վրա դնել միսը, եւս մեկ խմոր բացել գրտնակի օգնությամբ։ Զգուշությամբ այն փռել խմորի եւ մսի շերտի վրա, այնուհետեւ գրտնակել։ Պետք է զգուշությամբ առանձնացնել կտորները, որպեսզի դրանք լինեն գեղեցիկ եւ կոկիկ։ Մատուցելու համար անհրաժեշտ է եռացրած ջրի մեջ ոչ մեծ քանակով գցել պելմենիները, երբ խմորի գնդիկները բարձրանում են եւ լողում ջրի երեսին, նշանակում է պատրաստ են։ Պելմենին կարելի է մատուցել թթվասերով, մածնով, ինչպես նաեւ բալզամիկ քացախով։ Յուրաքանչյուր մարդ ունի արհեստի իր դրսևորումը եւ ամենից ֆենոմենալ փաստ է, երբ խոհարարական արհեստը վերածվում է արվեստի։ Կարկանդակ սիրում ենք բոլորս, դա մեր մանկության, դեռահասության, մեծահասակ տարիքի ամենից սիրելի ուտելիքներից է ու մանավանդ տատիկի թխած կարկանդակ կամ մայրիկի թխած կարկանդակը։ Այս պարագային ես վստահ եմ, որ եւ այն Տիկին Անահիտի դեպքում հաստատ աշխատում է։ Տիկին Անահիտ Դարփինյան, քաղաք Գյումրի։ Դուք գյումրեցի եք, Տիկին Անահիտ։ Գյումրեցի։ Արմատներով։ Արմատներով։ Թե հարս եք եկել Գյումրի։ Չէ, գյումրեցի։ Գյումրեցի, ուղղակի կարճ եւ կոնկրետ։ Եվ Տիկին Անահիտը ասում են Գյումրվա ամենահամեղ կարկանդակի հեղինակն է։ Դե այսօր պետք է ստուգենք։ Լավ։ Հաստատ ճիշտ են ասել։ Ինչ պետք է անենք, Տիկին Ուրեմն Անահիտ։ վերցնում ենք խմորի համար 1 բաժակ կաթ, գոլ վիճակում։ Եռացրածից հետո սառեցրած ու գոլ։ Հա, Այո։ գոլ վիճակում ավելացնում ենք խմորիչը։ Խմորիչ։ Հա։ Կես թեյ գտալ։ Կես թեյ գտալ Կես խմորիչ։ թեյ գտալ։ Դրոշ։ Եվ Մի քիչ շաքարավազ։ մի քիչ շաքարավազ։ Ընտիր։ Սա խմորիչ։ Ավելացնում ենք Կարակ։ այո 100 գրամ կարակ, Սա լավ իսկական գաղտնիքներ եք մեզ համար բացահայտում։ այո 1 ձու Եվ խառնում ենք։ եւ այս բոլորը խառնում ենք։ Ես պատրաստ եմ ալյուր լցնելու։ Մի քիչ աղ։ Աղը Հիմա ավելացնում ենք ալյուրը։ բավական է։ Մի Այ քիչ ես ամենալավ բանն է։ Խմորը պետք է նորից։ հունցել ձեռքով։ Մի քիչ ավելացրեք։ Սիրով։ Ես կասեմ ձեզ։ Միանգամից պինդ խմոր ստացվեց, թե ինձ թվաց։ Ձեռքով ինչ արագ եղավ։ Մենք ստացանք, այո, Խմորը պետք է մի քիչ հանգստանա։ Անպայման։ Ինչ խմոր ուզում է լինի, Պետք է խմոր ուզում հանգստանա։ ես պատրաստի, բայց մի քիչ պետք է հանգստանա։ մենք ինչով ենք պատրաստելու կարկանդակը, կարևոր հարցը մոռացանք։ Ձկան ֆիլե, այնտեղ համեմունքներ եւ գլուխսող մի քիչ համեմ։ Լավ, պետք է աղանք էլի։ Ես ուզում եմ մասնագիտացած աղացող եմ։ Այ ես պատրաստում եմ մտաշտեն։ Ուրա։ Ուրեմն մեջը սա եփած ճիճը հումձ ձկան։ Հա։ Իշխանի ֆիլեն նույն իշխաններ, հիշում եք ձյաձանափայ։ Իշխանի ֆիլեն աղում ենք, մի քիչ սող, մի քիչ համեմ եւ համեմունք ու վերջ ու աղ, շատ քիչ։ Այս փոքրիկ շրջանակները կարելի է անվանել երջանկության շրջանակներ։ Այստեղ մենք լցնում ենք մեր ձկան Համեղ համեղ խճողակը,
լցոնումը եւ փաթաթում ենք, դառնում է մի տեսակ շատ տաք, հաճելի եւ համեղ կարկանդակ, ինչը պակաս կարեւոր չէ, գեղեցիկ կարկանդակ։ Համիուժը իհարկե շատ է կարեւոր, բայց պակաս կարեւոր չի գեղեցկությունը եւ այն գեղագիտությունը, որով որ մեր տնտեսուհիները մատուցում են ուտելիքը։ Ես չեմ դադարում զարմանալ երևակայության եւ նրանց մանրակրկիտ աշխատանքի վրա։ Ինչու օգնեմ ձեզ, այո, ավելին ավարտենք արդեն։ Դուք կհարեք սպիտակուցը։ Անպայման, մեծ սիրով։ Շրջանակների մեջ։ Ուրեմն ուշադրիր, շրջանակների մեջ մեկ ճաշի ենք ավելացնում եւ կպցնում ենք երկու կողմից։ Հետո մի քիչ կհանգստանա եւ ջրոց։ Վերջ, վուալյա։ Ձկան կարկանդակ 1 կիլոգրամ ալյուր, 1 բաշակ գոլկատ, կես թեյի գդալ խմորիչ, շաքարավազ, 100 գրամ կարագ, 1 հավկից, 1 կիլոգրամ քաշով սպիտակ ձկան մաքրամիս, 1 գլուխ սոխ, 100 գրամ խառը կանաչի, կես պճեղ սխտոր։ 1 բաժակ գոլկատին ավելացնել կես թեյի գդալ խմորիչը եւ մի քիչ շաքարավազ, ստացված զանգվածին ավելացնել 100 գրամ կարագ, խառնել։ Ընթացքում avելացնել մի պտղուն ծախ եւ ապա աստիճանաբար ալյուր։ Անհրաժեշտ է հունցել խմորը։ Հունցելուց հետո պետք է թողնել, որ այն մի փոքր հանգստանա։ 15-ից 20 րոպե հանգստանալուց հետո անհրաժեշտ է ստացված խմորից 50 գրամանոց փոքրիկ գնդիկներ առանձնացնել։ Գրտնակի օգնությամբ բացել գնդերը։ Խմորից շրջանակների մեջ դնել ձկան խճողակը եւ կարկանդակի տեսք տալ։ Ջեռոցը դնելուց առաջ խմորի վրա ձուկ հսել։ 15-ից 20 րոպեում կարկանդակը պատրաստ է։ Տաք կարկանդակներ, շատ համեղ, շատ բուրումնավետ, մեջը ձկան լիցք խճողակ, համարձակներին հրավիրում ենք փորձելու։ Այսպիսին էր այսօր ձկան ձորում բացահայտումների մեր շարքը։ Էական չէ այնքան այս գերակրատեսակները պատրաստելու հաջորդականությունը կամ տեխնիկան, որքան որ պետք է դա անել սիրով, ջերմությամբ եւ իհարկե ուշադրությամբ։ Ամեն դեպքում փորձել հաստատ արժի։ Այսպիսի համայն շքերթից հետո կտեղափոխվենք կրկին Կոստանդնուպոլիս, որտեղ պոլսահայ տիկին Ժենյա Ալեքսանյանը կպատրաստի իր հնուց հայկական խոհանոցից ժառանգություն ստացած հայտնի ուտեստներից մեկը՝ թարլաման։ Թարլաման ձկնկիթով պատրաստվող նրբահամ պաշտետ է, որը կարող է անգամ ամենախստապահանջ եվրոպացի շեֆ խոհարարի սիրելին դառնալ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեցի տիկին Ժենյայի պատրաստելու ընթացքում նրա խոհանոցի մաքրությանը եւ գործողությունների հստակությանը։ Պոլսահայ տիկիններն իհարկե միայն թարլամա պատրաստելով չսահմանափակվեցին, այստեղ սեղանը կրկին առատ էր, հյուրասեր հային բնորոշ շքեղությամբ։ Տիկին Ժենյա Ալեքսանյան, ինչպես ինքը իրեն սիրում է անվանել, տան տիկին, տունի տիկին, այսինքն տիկին, որը տանը պատրաստում է շատ համեղ կերակրատեսակներ եւ պոլսո ու հայոց կերակրատեսակներ, սա պակաս կարեւոր չէ։ Սկսենք ամենասիրած ճաշատեսակից, որն եք ամենից լավը պատրաստում, որով եք դուք հայտնի, թարաման։ Հիմա թարամայինը սկսենք, ասիկա մենց ծուգիմը մեջ եղող հավգիտն է, հավգիտեն վշմդիգոր, ասիկա հավգիտը տնենք բնագի մեջը և միքսերով մեմը խարնենք։ Ասիկա հացին վրա գտսվի և այնպես խուտվի։ Հիմա ասիկա խրնեց, ուրգ է դաստանանք որ խրնելը, որովհետև ծաղիկի նման բան է։ իրար խրնած է, եթե չպրնե, չուրգը գդրի։ Եթե չպրնե, նայցեք, դեսը խրնած է։ Մածուկի նման։ Հիմա քիչ մնևս ավելցնենք։ Ասում են մի անգամ թարաման փորձած մարդը դրա համը չի մոռանա երբեք։ Տեսնենք։ Այսօր մենը աստարամային
շնված ադելը շատ կարևոր է մինակ յուղ լիեմ լեմոն կործածելը։ Ասկարամա շատ պատ կշնեգոր, բայց շատերը մեջը չուլարի քաներ կխարնեգոր, օրինակ, մայոնեզ կխարնեգոր, մատուն կխարնեգոր, մատուն, որբեսի ավելի շապնար, քաներևա, բայց ատ քաները ավելոր պետք չէ որ քարնվի, ադոք կետև մեջը քամն է, բոլորովին համը դպոխվի, դարբեր համը դոլագոր։ Եվ ես կզգամ, մայոնեզի համը իրարու է դաբակցություն չունի։ Եթե շատ ծնենք, ամիջապես կգտրի։ Երբ որ լեմոնը կտնենք, արդեն գույնը կփացվի դիսկուսիվոր։ Պետք նայտը դուշապայոյ։ Մենք ունենք տարբեր տեսակի պաշտետներ, տարբեր տեսակի մածուկներ, որոնք քսում ենք հացին և ուտում ենք, բայց թարաման շատ առանձնահատուկ համ ունի, եթե նուրբ է ձկան համը, գրեթե չի գալիս, բայց զգալի է, որ ծովամթերք է, այսինքն ծովային ծագման մածուկ է։ Եվ այդ լեմոնը պետք է որ աղմորն ու կրնելը երբ կսկսվի, թե ոչ ամիջապես կդրվի և չուր կդրվի։ Տիկին Սեդան, մեր տիկին Ժենյայի մայրիկն է։ Այսքան հայերով հավաքվել ենք մի տեղ, տարբեր հայեր, տարբեր տեղերից, բայց մեզ բոլորից միավորում է համի ուժը։ 100 գրամ արդեն աղ դրած կարմիր ձկնկիթ, 200 գրամ արևածաղկի յուղ, 100 գրամ կիտրոնի հյութ։ Այս հետաքրքիր ուտեստը կամ սոուսի պատրաստումը շատ նման է տնական մայոնեզի պատրաստման եղանակին։ Նախ պետք է շատ երկար հարիչով հարել ձկնկիթը, այնքան, որ այն ավելանա մասսայի մեջ և դառնա միասեռ ու գրեթե սպիտակ։ Ապա շատ դանդաղ և զգուշությամբ բարակ շիթով ավելացնել բուսայուղը և այդ ողջ ընթացքում չդադարել հարել։ Նույն սկզբունքով պետք է դանդաղ ավելացնել կիտրոնի հյութը և հարել այնքան, որ հյուսը ստանա թեթև սերուցքային տեսք։ Սա յուրահատուկ սոուս է, որը կարելի է մատուցել լավ տապակած հացի հետ կամ կարմրացրած կարտոֆիլով։ Կոստանդնուպոլսում այն հայտնի է իբրև հայկական մայոնեզ։ Թարաման պետք է խառնենք ու հարենք այնքան, մինչև համարյա սպիտակի։ Այո։ Մի քիչ լիմոնը ավելացնելով։ Լեմոնը ավելի վերջ պիտի սկսվի, որբեսի չգդրի, եթե շատ կանուխ սկսվի, ամիջապես կգդրի, չուր կգդրի, չպրներ։ Ուրեմն կարևոր բաները, շարժել, խառնել նույն։ Դեպական նույն կողմ պիտի թարցնենք, յուղով պիտի սկսիկ, երբ որ իրար պրնե, մածուցիկ լինի, կպչի։ Անադեն լեմոնի պիտի սկսվի։ Հասկացանք։ Քիչիկ անա, բզդիկ։ Եվ վերջում թարաման ունենում է ոչ միայն շատ համեղ, այլև շատ գեղեցիկ տեսք։ Իհարկե, հենց հիմա մեր տիկին Ժենյան մատուցում է թարաման այսպես։ Բարակ հացի վրա, չէ՞։ Այո։ Քիչ մի վերջը պիտի համնայի գա։ Անպայման, մենք վերջում մեծագույն սիրով, այսքան լսել ենք տիկին Ժենյայի ձեռքի համի մասին եւ համի ուժի մասին եւ չենք կարող չհամտեսել։ Համեղ տոլմաններ, նախուտեստներ եւ ավանդական մուսալերյան սիսերով ու դարչինով թոփիկը։ Ձեր որդու սիրած ճաշը ո՞րն է, տիկին Ժենյա։ Ես ամեն գսրեմ։ Ամեն բանը կսիրե։ Մամային եպած ամեն բանը կսիրե։ Ես ասում եմ, որ համեղ սիրել ուտող մարդիկ պիտի համեղ պատրաստել անպայման։ Թե չէ դու համով սիրես, բայց չպատրաստեսում է պետք։ Ես ուզում եմ թարաման փորձել։ Այս թարաման շատ բարդ է պատրաստելը պարզվում է։ Ամենեն թյուրն բանը ուբերն է։ Տանջանք, բայց համը միասին մի հրաշք է։ Այս ամենին գումարվեց նաև հիասքանչ լիկյորը, որը հավաքեց և ընդգծեց այս բոլոր համերը։ Տիկին Ժենյան և նրա մայրը, տիկին Սեդան, որոնք ճակատագրի բերումով ծնվել և շարունակում են ապրել Պոլսում, պահպանել էին ոչ միայն իրենց լեզուն, այլև ազգային ոչ պակաս կարևոր մաս կազմող հայկական խոհանոցային մշակույթը։ Առհասարակ ամեն համի մեջ մի ամբողջ կյանքի պատմություն կա, անցած ճանապարհ և մտածողություն։ Այնպես որ մինչև համամարտկային դառնալը համերն իրականում նեղ ազգային են։
Պերսոնալ շեֆ հասկացությունը ամբողջ աշխարհում շատ մեծ տարածում ունի եւ հիմա արագորեն զարգանում է։ Այդ խոհարարները պատրաստում են պատվերով։ Նրանք կարող են գալ ձեր միջավայր, տուն կամ ամառանոց, կարող են առաքել եւ ի վերջո դուք կարող եք նրանց հյուր գնալ։ Այդ տիկին Ժենյան տարիներ շարունակ հենց սրանով էլ զբաղվում է։ Նա շատ հաճախորդներ ունի, որոնցից յուրաքանչյուրն արդեն տարիների փորձով գտել է իր շեֆին։ Ասել է թե զգացել է համի ուժը։ Համի ուժը ամեն հայ տանտիկնոջ ձեռքի, մտքի, սրտի եւ կամքի ուժն է։ Այդ ամեն ինչը միասին շավախում են եւ սիրով տալիս իբրև հյուրասիրություն։ Սա պարզապես ուտելիք չէ, պարզապես սնունդ չէ։ Սա մի բան է, որը հայ տանտիկնոջ սրտից է գալիս։ Մենք շարունակում ենք բացահայտել համի ուժը եւ իհարկե շարունակում ենք հյուրընկալվել հրաշալի, ջերմ ու շատ հայեցի ուտեստներ պատրաստող ընտանիքներ։ Իսկ այս պահին առաջարկում եմ ուղևորվել իմ խոհանոց։ Իհարկե մեր ճամփորդություններին հետևող տանտիրուհիներին կամ խոհարարներին ես դժվար թե զարմացնեմ, բայց սրտանց կպատրաստեմ ձկան իմ տարբերակը։ Դե արդեն մեր բնության եւ մեր լճերի բարիքներով։ Ես վերջապես հասա մեր խոհանոց եւ ուզում եմ բացահայտել մի շատ պարզ կերակրատեսակի համի ուժը։ Ես սիրում եմ ձուկ եւ իմ մայրիկից ինձ հասել է պարզ մեխանիզմը այդ համը բացելու, որովհետև նա չէր սիրում շատ բաներ իրար խառնել եւ սիրում էր ավելի պարզ ու գրագետ համային հատկություններ։ Ինչ է մեզ պետք։ Ձուկ։ Ես իհարկե շատ կուզեի, որպեսզի այսօր մեր ձեռքի տակ լիներ սիգա ձուկը, բայց քանի որ մենք չունենք սիգա, գոնե ոչ այս ընթացքին, վերցրել ենք սովորական, ավելի ճիշտ գեղեցիկ իշխան։ Կարող է լինել կարմրախայտ, միայն շատ կարևոր է, որպեսզի ձուկը լինի մատխաշ, այսինքն ոչ շատ տարիքով։ Այսպիսով, մենք պետք է տակը շարենք կարտոֆիլը, մի քիչ ավելի ուշ է եփում կարտոֆիլը դրա համար։ Այն վաղուց լվացած է եւ որպեսզի մի քիչ շուտ եփվի, ուղղակի կիսում եմ երկու մասի, եթե մեծ կարտոֆիլ է։ Եթե ոչ, ապա կարող ենք դնել հենց այդպես, իր փոքրիկ այս տեսքով։ Կարևորը գեղեցիկ շարել։ Եվ գեղարվեստական թափթփվածությունը լիովին ընկալելի եւ ընդունելի։ Մենք խաշելու ենք ձուկը առանց ավելորդությունների։ Սա առաջին։ Մեզ անպայման պետք է գալու սոխ։ Ընդ որում շատ են սոխ չսիրող մարդիկ եւ որպեսզի նրանք չտեսնեն ու չզգան սոխը, մենք դնում ենք հենց գլուխ սոխ։ Երկու կարևոր նրբություն։ Մի սոխը պետք է դնել կճեպով, որովհետև կճեպն էլ ունի առանձնահատուկ համ, իսկ մյուսը արդեն մաքրած վիճակում է, ուղղակի ես այս մասը կհեռացնեմ, որպեսզի ավելի լավ լինի, եւ կկիսեմ երկու մասի։ Այ այսպես։ Եվ այսպես կբաժանեմ կամ երկու կամ այ այսպես մասերի։ Սա մեր համի համար է լինելու։ Նախքան լոլիկը դնելը մեր կացայի մեջ, արդեն պետք է անցնենք ձկանը։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Նախ աղ, որով մենք հիմա պետք է համեմենք ձուկը, ընդ որում ոչ թե ջրի մեջ ենք աղը լցնում, այլ ձուկն ենք համեմում։ Հետո մենք ունենք այստեղ պղպեղ։ Կտրտում ենք պղպեղը։ Ընդ որում մենք ունենք նաև աղցանի համար պղպեղներ, դա քիչ հետո, երբ ձուկը վերջնական պատրաստենք։ Ուրեմն կտրտում ենք պղպեղը եւ խոշոր մի քանի այսպիսի շերտը դնում ենք ձկան մեջ։ Սա լցոնած ձուկ չի, խնդրում եմ չշփոթել լցոնած ձկան հետ։ Պարզապես այս պղպեղը ձկան ներսում տալիս է նրան համ։ Եվ անպայման անում ենք սև պղպեղ։ Եվ ձկան վրա, և ձկան ներսում։ Վերցնում ենք ձուկը, տեղադրում ենք կացայի մեջ, մեր կարտոֆիլի վրա, այսպես, դնում ենք մեր գլուխ սոխը մեջտեղում, որը կխաշվի, դնում ենք մի քանի լոլիկ և գեղեցկության և համի համար անպայման։ Այս մեկը արդեն պետք է կտրատել։ Եթե նկատում եք, ամենը շատ պարզ կտրվածքով է լինում, սա դառնալու է շատ համեղ ջրիկ ճաշ
եւ ձուկ, իհարկե ովքեր որ ունեն ձկան հետ կապված սեր։ Այսպես դնում ենք մեջ այս երկու գազարը, նախապես լվացած, մաքրելու կարիք չունի, գազարը եթե շատ հողոտ չի, հաստատ պետք չի իզուր զրկել իր կեղևից, որովհետև դրանով իր օգտակարությունը քչանում է։ Առհասարակ ինչքան շատ են կտրտում, այդքան բանջարեղենը կորցնում է իր օգտակարությունը։ Այսպես։ Անհրաժեշտության դեպքում կարող եք դնել արանքում մի փոքր սխտոր, եթե ձուկը տարիքով է կամ մի քիչ առանձնահատուկ համ ունի ու դուք դա չեք սիրում, սխտորը կարող է նեյտրալիզացնել, բայց շատ քիչ ու նայած ամեն մեկին խորհուրդ չի տա։ Մի քիչ էլ լցնում եմ սև պղպեղ արդեն կանխավաղացած եւ արդեն ջուրն եմ լցնում։ Ջուրը պետք է լցնել ոչ շատ եւ ոչ էլ քիչ։ Դե չմոռանանք, որ պետք է կարտոֆիլը խաշվի, որը գտնվում է ձկան ներքևում, եւ իհարկե եթե հյութալի տարբերակ ենք ուզում ստանալ, ապա մի քիչ պետք է ծածկի ձուկը, մի քիչ, որպեսզի չչորանա եփվելիս։ 2 հատ միջին չափի իշխան կամ սիգ, 4 կամ 5 միջին չափի կարտոֆիլ, 1 քաղցր պղպեղ, 2 կամ 3 լոլիկ, 2 գազար, 2 գլուխ սոխ, աղ, սև պղպեղ։ Կաթսայի հատակին տեղավորել կարտոֆիլը, խոշոր կտրատել սոխն ու դնել կարտոֆիլի հետ։ Ձուկը ներսից եւ դրսից համեմել աղով, ձկան ներսում դնել պղպեղները, այս ամենի հետ միասին նաեւ կտավատի փոշի ավելացնել, համեմել ձուկը սև պղպեղով, տեղադրել ձուկը կարտոֆիլի եւ սոխի վրա, գլուխ սոխը տեղադրել ձկների մեջտեղում, որպեսզի խաշվի, ավելացնել լոլիկը, գազարը եւ մի փոքր սև պղպեղ շաղ տալ։ Այս ամենը ծածկում ենք ջրով, թողնում ենք ձուկը մի փոքր եփվի, մի քիչ խաշվելուց հետո ձկան վրա ավելացնում ենք նաեւ կոճապղպեղը եւ կանաչ սոխը։ Ես առաջարկում եմ գունավոր աղցան անել, կտրատում ենք, ընդ որում նորից կրկնում եմ, պետք չի անպայման շատ մանր, որովհետև որքան քիչ է կպչում դանակը, առհասարակ բանջարեղենին, այդքան ավելի շատ բանջարեղենը պահպանում է իր օգտակար ու համային հատկությունները։ Մի կարևոր նրբություն ձկան հետ կապված։ Վերջում կամ նախավերջում, օրինակ հիմա, մաքրելուց հետո կոճապղպեղը, իմբիրը ես դնում եմ ձկան հետ։ Սա իհարկե մաքրել էի նախապես։ Ուղղակի մի քիչ տալու է համ, չփչացնելով ձկան համը։ Շարունակում ենք կտրատել եւ իհարկե արժի փորձել։ Պղպեղը մենք շատ քիչ գազար կդնենք։ Ես այս աղցանը կոչում եմ գունավոր աղցան, որովհետև նրա մեջ կան բոլոր հնարավոր գույները։ Սա որ հաստատ։ Մենք ունենք կանաչի, անպայման պետք է ավելացնենք կանաչի եւ կանաչ սոխ։ Ընդ որում այս կանաչ սոխից նորից եմ ասում, անպայման պետք է դնենք նաեւ մեր իհարկե, ձկան վրա։ Բայց ձկան համար այսպես չենք կտրատելու։ Ձկան համար դնելու ենք ամբողջական։ Հիշում ենք, չէ՞, որ մենք պետք է սոխն ավելացնեինք մեր ձկանը, այնպես որ ես հիմա երկու կողմից ջրի մեջ ներդնում եմ, կարելի է ասել, սոխը, այսպես, ներսից, տեսաք։ Եվ մեզ մնաց զեյթունի ձեթ։ Գունավոր, ուրախ, գեղեցիկ, պայծառ, ամառային, առողջարար, վիտամինային աղցան։ Վերջնական կարող ենք լիմոնով զարդարել, ընդ որում շատ պարզ կերպով։ 1, 2 եւ վերջ։ Ուրախ աղցան։ Գունավոր աղցան։ Գունավոր պղպեղներ, գազար, լոլիկ, խառականաչի, կիտրոն, զեյթունի ձեթ։ Խոշոր կտրատել պղպեղները։ Նույն տարբերակով կտրատել նաև լոլիկն ու գազարը։
մանր կտրատել կանաչ սոխն ու խառը կանաչին։ Վերջում շաղտալ մանրացված կտավատն ու սև պղպեղը, համն ավելի հարստացնելու նպատակով ավելացնել նաև կիտրոնի հյութը։ Ամենավերջում աղցանը ամբողջացնել զեյթունի ձեթով։ Շատ համեղ է բույրը, կանայք խոհանոցում նման են ալքիմիկոսների եւ նրանք կարողանում են ստեղծել ոչնչից ամեն ինչ։ Դե ինչ, այսպիսի աղցան իմ կողմից գունավոր, ամառային, հետաքրքիր։ Մենք ունենք ձուկ, քիչ անց կտեսնեք արդեն գեղեցիկ ձևավորմամբ այս ձուկը, որ ես կներկայացնեմ եւ իհարկե այն բազմաթիվ հյուրերը, երիտասարդները, որոնք սպասում են դռնից այն կողմ, որպեսզի համ տեսեն, ավելի պարզ կասեն, թե համեղ էր, թե ոչ։ Խիստ չդատեք, ես արել եմ ամեն ինչ սրտանց։ Կհանդիպենք մեր հաջորդ բացահայտումների ընթացքում, մի մոռացեք, որ ամենից կարևորը ոչ միայն սովորական ուժը, այլև համի ուժը, որը ստիպում է մեզ գնալ առաջ եւ գտնել նոր գաղտնիքներ հայոց խոհարարական արվեստում։ Ցավոք, քանի որ շտապում էի, չհասցրեցի իմանալ, թե ինչ համ ուներ այս անգամ պատրաստած իմ ձուկը, բայց ասում են, որ բոլոր համտեսողներին այն դուր է եկել։ Հուսով եմ չեք ստել, այլ արտահայտվել է կազնվորեն։ Դե ինչ, այսպիսին էր այսօրվա համի ուժը։ Ես սպասում եմ անհամբերությամբ մեր հաջորդ հանդիպումներին, իսկ մի բան հաստատ է։ Ամենից զորավորը համի այն ուժն է, որը սիրով դնում եք ձեր պատրաստած ուտեստի մեջ։ Բարի ախորժակ։